Օր առաջին Հիսուսն աղոթում էր, ձեռքերը դողում էին, զինվորները կարծես որսի էին դուրս եկած, մարդու որդին մատնվեց մեղավորների ձեռքը, նրա դատավարությունը սկսվեց, մեղադրանքներ էին հեղեղվում, անմեղը մեղավոր ճանաչվեց, Աստծո գառը դատապարտվեց, մարմինը մերկացած, մեջքին դաժան մտրակների հարվածներ ստացավ, ճակատը խոցեցին, խաչել էին աղաղակում, մեխերը խրված են, տանջանք, տառապանք, Քրիստոսը խաչված է և մեղքերը ներված են, ամեն ինչ ավարտված է, վարագույրը պատռվեց, երկիրը ցնցվեց, ժայռերը ճեղքվեցին, իսկապես սա Աստծո որդին էր, մարմինը թաղվեց, գերեզմանը կնքվեց և մտնեց։ Օր երկրորդ աշակերտները ցրվեցին, հույսը կորել էր, վախ, կասկած, վիշտ, լռության օր, հանգստի օր, խավարի օր։ Բայց հետո եկավ երրորդ օրը, արշալույսը ծագեց, գետինը դղրդաց, հրեշտակը նման էր կայծակի, զինվորներն ընկնում էին և գերեզմանի քարը գլորվեց մի կողմ, վկաները սարսափած էին, նա այստեղ չէ, նա հարություն է առել, Հիսուսը հայտնվում է նրանց, ջախջախելով մահն իր ոտքերի տակ, հույսը վերականգնվեց, հաղթանակ հռչակվեց, շղթաները քանդվեցին և մեզ տրվեց փրկությունը զրիաբար, սա է ավետարանը։ Երրորդ օր Հիսուսը կենդանի է և հույսը հաղթում է։ Փառք Աստծուն, Քրիստոս հարյավ իմերելոց, Օրհնյալ է հարությունը Քրիստոս։ Եվ երբ որ նրան տեսան, երկրպագություն արի նրան, բայց ոմանք երկմտեցին։ Եվ Հիսուսը մոտ գալով նրանց հետ խոսեց և ասեց. ամեն իշխանություն ինձ տրվեցավ երկնքում և երկրի վրա։ Ուրեմն գնացեք, բոլոր ազգերը աշակերտեցեք նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով։ Նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ, որ ձեզ պատվիրեցի, պահեն։ Ամեն ինչ, որ ձեզ պատվիրեցի, պահեն, ամեն։ Սրա մեջ մեզ ապահովություն կա, ամեն։ Փառք Հիսուսին։ Եվ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը։ Ամեն։ Նա հաղթեց և ահա նա մեզ հետ է այսօր հենց հիմա մեր կողքին է։ Ամեն։ Կարող ես պատկերացնել, որ նա մեր կողքին է, ամեն։ Չես ուզում ոտքի կանգնել, եթե նա քո կողքին է։ Փառք քեզ Տեր Հիսուս, օրհնում ենք քեզ, պաշտում ենք քեզ եւ հավաքվել ենք տոնելու քո հաղթանակը, Տեր, շնորհակալ ենք Տեր, որ մահը չկարողացավ քեզ պահել, գերեզմանը չկարողացավ քեզ պահել, դժոխքի դռները չկարողացան քեզ պահել եւ ջախջախվեցին եւ դու հարություն առար Տեր եւ ահա ամեն օր մեզ հետ ես, մինչեւ աշխարհի վերջը Տեր, երբ որ հավիտյան արդեն քեզ հետ ենք լինելու մենք Տեր, օրհնյալ լինես Հիսուսի անունով, հալելույա, փառք քեզ Տեր, Քրիստոս հարյավ իմերելոց, ամեն։ Փառք քեզ Տեր, փառք քեզ Տեր, երկիրն է դողում և մահը նահանջում, շարժվում բացվում է շիրիմը փակված, մահը փախչում է, կյանքը հաղթում, խաչյալն է հաղթ ու առուցված, ամեն, հալելույա, բարձրացու ձեռքդ երկինք և ասա, շնորհակալ եմ Տեր, փառք քեզ Տեր։ Երկիրն է դողում, մահը նահանջում, շարժվում, բացվում է շիրիմը փակված, մահը փախչում է, կյանքը հաղթում, խաչյալն է հաղթում հարուցված։ Քրիստոս հարյավ նոր երգն է թնդում, փառքի Աստվածն է մահվանը հաղթում, Քրիստոս հարյավ նոր երգն է հնչում, կյանքի իշխանն է հաղթում։ Քրիստոս հարյավ
Սերներով ոչում հավատներ շարժում լեռները մահվան Գերեզման չկա, որ ես դիմանա հզոր հարությաններ արքան Հզոր աստված է հարության տերը Քրիստոս արիա տոցեց ամնասկերը Մենք երկում ենք նոր երկախտության Ոնտ է մեր հազարամյան Միասին բանտը Քրիստոս արիա Քրիստոս արիա Օրնյան է հարությունը Քրիստոսի Քրիստոս արիա Քրիստոս արիա Օրնյան է հարությունը Քրիստոսի Պաշտում ենք ես հայր, օրհնում ենք ես Հիսուսի անունով հայր Վախն է փառատում, սիրուն սրբության Վերքն է բուժվում, թափված սուրբարյամբ Մեղքը պատժված, չար բարդված Երգում ենք եղբոր գրգություն Քրիստոս արյա, օրհնյալ է հարությունը կյանքի Քրիստոս արյա, օրհնյալ է հարությունը կյանքի Բարձր միասին ասեք, Քրիստոս արյա, Քրիստոս արյա Օրհնյալ է հարությունը Քրիստոսի Քրիստոս արյա, Քրիստոս արյա Օրհնյալ է հարությունը Քրիստոս արյա, Քրիստոս արյա Օրհնյալ է հարությունը Քրիստոսի Քրիստոս արյա, Քրիստոս արյա Օրհնյալ է հարությունը Քրիստոսի Եկեք բարձր ծափանենք Տիրոջը, նա արժանի է, հալելույա։ Աստծուն շատ վշտացրեց, երբ մարդ մեղնչեց, բայց մարդուն երբեք մենակ չթողեց, երբ ժամը եկավ, սիրելու որդուն աշխարհ ուղարկեց, որն սիրուց տրտված իր կամքով իր անձը խոշտանգման տվեց, ամեն ինչ արեց, որ ետ բերի այն, ինչ մարդը կորցրեց, հեշտ չէր հավատա, Աստված որքան պիտի իջնի ցածրանա, որ մարդանա, դեռ մի բան էլ իրեն չընդունեն, խաչին դատապարտեն, հեշտ չէր հավատա, արյուն էր կաթում ճակատից նրա, երբ աղոթում էր, խնդրում էր Հայր Աստծուն, որ ավելի ուժ տա, որ դիմանա, աշակերտներն էլ դեսուդեն փախան, երբ ամենից շատ նրանց կարիքն ուներ, մինչդեռ տալիս էին պես խոստումներ, նա գիտեր, թե ուր է գնում, գիտեր, թե ինչու և ինչ էր անում, ամբողջ աշխարհի մեղքը իր վրա վերցրեց, հավերժ փրկության հետ փոխանակեց, իր մարմինը խաչին գանվեց, բայց մահն էլ նրան չհաղթեց, նա չմնաց խաչին գանված, մեղքերը միայն խաչին մնացին, իսկ ինքը սուրբ էր, երկինք համբարձվեց, էլ ինչ կասկածենք, էլ ինչ երկմտենք, կարծում եք հեշտ էր, երբ աշխարհի մեղքը նրա վրա դրվեց, նա դարձավ այնքան զզվելի, այնքան ատելի, հարազատ հայրն անգամ երեսը դարձրեց, թեև սիրտը կտոր էր լինում, բայց այդքան մեղքին նայել չէր կարողանում, այդքան մեղքը վրան հորից էլ լքված սատանայի դեմ մնաց մենակ, հենց այդ պահին էլ Հայր Աստծուն նա փառաբանեց, իմ ու քո համար հենց այդ ժամանակ նա բարեխոսեց, ներում հայցեց, իսկ երբ մեխերն անխնա մխրճվում էին ձեռքերը նրա, նա բղավեց, ոչ միայն ցավից, նաև հաղթության քաղցր բերկրանքից, հաղթեցի, չէ որ վերջնական հաղթության համար նրա սուրբ արյունն էր պետք որ հեղվեր, որպեսզի Աստծո որդիների մեղքի ծովը իսպառ գործվեր,
երբ գոռում էր, ուզում էր մեր ականջներին խոսել, բայց գոռոցները խլանում էին ամբողի գոռոցների մեջ, որ պահանջում էր խաչել։ Հիսուսը նորից էր գոռում, ուզում էր մեր սրտերին հասցնել, կատարվեց, եղբայր իմ, քույր իմ, սատանան պարտվեց։ Քո կյանքը նորից քեզ վերադարձրի, քո առաջ դրախտի դռները բացեցի, մարմինս քեզ համար կամուրջ դարձրի, երկինք ու երկիր նորից միացրի։ Օ Տեր, որքան մեծ ես, որքան սքանչելի, նույնքան էլ պարզ ես ու հասանելի։ Մինչև վերջին պահը սատանան կարծում էր, թե ինքն է հաղթել, բայց երբ հասկացավ, թե ինչ կատարվեց, թե ինչպես խայտառակ ձևով պարտվեց, ինչպես Աստծո սերը ավելի զորեղ գտնվեց, նա շատ գազազեց, բայց ուշ էր արդեն ինչ-որ բան փոխել։ Աստծո ծրագրերը փայլուն են, անթերի, մեզ համար ոչինչ նա չի խնայի, բայց արթուն կացեք, չարը չի հանգստացել, չի ուզում պարտության հետ հաշտվել, ամեն ինչ կանի, որ քեզ կործանի, փորձում է աչից, փորձում է ձախից, փորձում է մոտենալ նա ամեն կողմից, նույնիսկ հարազատ քեզ մեկի ձեռքից, թե գայթակղել, թե շողոքորթել, թե ծիծաղեցնել, արփեցնել կամ մոլորեցնել, նույնիսկ կաշառել կամ թմրեցնել, թե գլխի տակ փափուկ բարձ դնել, սթափվիր, մի պահ հիշիր Եվային, Հուդային, Դավթին, հաճույքը կարճ է ու անցողիկ, բայց հետևանքը դառն է սաստիկ, նորից կդառնաս չարին դու գերի։ Այսօր էլ Աստված մեզ է սպասում, մեզ սիրում է շատ ու առատ օրհնում, խոստացել է նա մեզ իր տուն կտանի ու մեզ մի մեծ ճոխ հարսանիք կանի։ Իսկ հիմա եկեք պաշտենք Տիրոջը։ Արժանի է նա որ սիրենք նրան, որ գովենք նրան, սաղմոսներ ասենք, անսահման սիրով նա մեզ ետ կնեց, իր սուրբ արունով մեզ կյանք շնորհեց։ Ամեն։ Նահարյավ, ամեն։ Կարող ես ասել նահարյավ։ Ես համար չեմ, բայց ուզում եմ ձեր ձայնը լսեմ։ Նահարյավ։ Հալելույա։ Սուրբ Գիրքն ասում է ձեր ծափերով օրհնեք Աստծուն։ Կարող ենք ծափերով օրհնել Տիրոջը։ Ապրում ես դու ու չգիտես, որ քեզ համար Հիսուս Տերը կյանքը իր զոհեց, քեզ համար ու նահարյավ մեռելներից, որ իրենով դու կյանք ունենաս էլ ավելի, ամեն, լի ու լի, ինձանից հետո ասամ, նահարյավ, մեր Տեր Հիսուս Քրիստոս հարյավ, որ դու ապրես ավերջ սերջանի, ու լինես հաջողակ, նահարյավ, մեր Տեր Հիսուս Քրիստոս հարյավ, որ դու ապրես ավերջ սերջանի, ու լինես հաջողակ, Հիսուսի հետ դու երջանիկ ես, Հիսուսի հետ դու հաջողակ ես, հավատա, միայն կանչիր նրան քո տունը, բացիր նրան քո սրտի դուռը, հավատա, Հիսուսի հետ դու միշտ էլ սուրբ ես, ամեն, որովհետև նրա կողքին անհնար է մեղք գործել, որովհետև նա սուրբ է, նրա սրբությունից ամեն մեղք հալվում է, ամեն, չեմ լսում ձեր ամենները, հալելույա, ապրում ես դու ու չգիտես, ինչպես անես, որ չգործես մեղքեր այլ մեղքերից, ազատվես, ապրում ես դու այնպես կարծես գերեզմանից
Հիսուս չի առել դեռ հարություն Դեռ մեռած է, բայց նա հարություն է առել, ամեն Նա հարյավ Տեր Հիսուս Քրիստոս հարյավ Որ դու ապրես ավերջ սրբության ու լինես հաղթական Նա հարյավ միասին, նա հարյավ Տեր Հիսուս Քրիստոս հարյավ Որ դու ապրես ավերջ սրբության ու լինես հաղթական Հիսուսի հետ մենք միշտ էլ սուրբ ենք, ամեն Հիսուսի հետ դու միշտ էլ սուրբ ես Հիսուսի հետ դու հաղթական ես Հավատա Միայն կանչիր նրան քո նունը Բացի նրան քո սրտի դուռը Հավատա Հավատա Հենց հիմա եթե մի քիչ չես հավատում ասա սիրտս բացում եմ քեզ Տեր Հիսուս Արի եւ թագավորիր իմ սրտիս մեջ, որպեսզի հավատամ, որ դու հարություն ես առել, որ ինձ սպասում է հաղթությունը, սրբությունը, փառք ամեն։ Հիսուսի հետ դու երջանիկ ես, Հիսուսի հետ դու հաջողակ ես, հավատա։ Միայն կանչիր նրան քո տունը, բացի նրան քո սրտի դուռը, հավատա։ Հավատա Ամեն Հալելույա Նա հարություն է առել, նա կենթանի Աստված է, ամեն, նա մեր մեջ է Կարող ես սիրտդ բացել, կարող ես աչքերդ փակել և պաշտել նրան Որովհետև նա այստեղ է և նա հարություն է առել, ամեն 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 Բարձր Կարող ես ինձ հետ գոչել, նա հարյավ, ամեն Ցնծացեք մարդիկ, ուրախացեք Բարի լուր եմ ավետում ձեզ բոլորին Գերեզմանի մեջ մութ դզրվեց լուսովորդին Բայց նա հաղթեց մահվան գերեզմանին Միասին ցնծացեք, ցնծացեք մարդիկ Ուրախացեք Բարի լուր եմ ավետում ձեզ բոլորին Գերեզմանի մեջ մութ դրվեց լուսովորդին Բայց նա հաղթեց մահվան գերեզմանին Գոչին ինձ հետ, նա հարյավ, գոչին ինձ հետ, նա հարյավ Հաղթեց մահվան իշխանին Գոչին ինձ հետ, նա հարյավ, գոչին ինձ հետ, նա հարյավ Հաղթեց մահվան իշխան Գոչին ինձ հետ, գոչին ինձ հետ, գոչին ինձ հետ Հաղթեց մահվան իշխանին Գոչին ինձ հետ, գոչին ինձ հետ Հաղթեց մահվան իշխանին Ուրախացեք մարդիկ, ցնծացեք Բարի լուրը ավետեք դուք աշխարհին Նա այստեղ է հիմա հարությամբ զորությամբ Եկեք ասենք նրան փառքեզ իշխան Միասին ուրախացեք, ուրախացեք մարդիկ Ցնծացեք Բարի լուրը աշխարհին ավետեք Նա այստեղ է հիմա հարությամբ զորությամբ Եկեք ասենք նրան փառքեզ իշխան Գոչին ինձ հետ, նա հարյավ, գոչին ինձ հետ, նա հարյավ Հաղթեց մահվան իշխանին Գոչին ինձ հետ, գոչին ինձ հետ, հաղթեց մահվան իշխանին Գոչին ինձ հետ, գոչին ինձ հետ, նա հարյավ Հաղթեց մահվան իշխանին Գոչին ինձ հետ, նա հարյավ, գոչին ինձ հետ, նա հարյավ Հաղթեց մահվան իշխանին Հալելույա Գիտեք, ես համառ մարդ չեմ, բայց այսօր կարծես թե համառությամբ ուզում եմ ձեր բարձր ձայնը լսեմ, ամեն Կարող ես ասել նա հարյավ, ինձ պետքա պատասխանես Գոչիր ինձ հետ, գոչիր ինձ հետ Հաղթեց մահվան
իշխանին գոչիր ինձ հաղթեց մահվան իշխան հրաշալիա նորից գոչիր ինձ հաղթեց մահվան իշխանին գոչիր ինձ հաղթեց մահվան իշխանին հալելույա միասին գոչիր ինձ նահարյալ հաղթեց մահվան իշխանին գոչիր ինձ նահարյալ հաղթեց մահվան իշխանին մեր Աստված մենք պաշտում երկրպագում ու փառավորում ենք քո սքանչելի անունը ամենակարող Աստված ամենակարող Տեր որ մահը գերեզմանը չկարողացան քեզ պահել եւ օրհնում ենք քեզ ու պաշտում ենք քեզ Հիսուսի անունով ամեն հալելույա ամեն ուրախ եք ոնց ուրախ չենք Տերը հարություն է առել մեր Տերը հարություն է առել ամեն Խաղաղություն սիրելիներ Զատկի օրերին անկախ ինձանից հոգիս տրտմում է միտքս պղտորվում դառը հիշողություններ են ինձ խորը տանջում ու ինձ տխրեցնում Ես դա լավ գիտեմ թե ինչ է լինում Ինչ հիշողություններ են ինձ այդպես տանջում Տառապանքի մի ամբողջ ճամփա Գեթսեմանից մինչև Գողգոթա Տխուր պատմություն, մի ամբողջ շարան, աչքիս առաջ բացվում է կարծես դաժան տեսարան, խելագորույս մի բազմություն ու ողջ փուլած, արնաթաթախ մի անմեղ կառնուկ ու ծանր մի խաչ, որ չարչարվելով տանել էր ուզում, ինձ ու քեզ համար խաչվել էր ուզում։ Այրուն էր կաթում նրա ողջ մարմնից, կյանքի ջրեր խոցված վերքերից, Սեր էր առաքում նրա սուրբ սրտից և օրհնություններ նրա շուրթերից։ Ծանր էր, սակայն նա չէր հանձնվում, թափված այրունը նա չէր ափսոսում, գնում էր ու գիտեր, թե ինչ է անում,
թե ում համար էր կյանքը դնում, նա չէր հանձնվում, իր հոր պատվական խոսքն էր կատարում, մեր մեղքերը խաչին գամում, մեր փրկության ճամփան բացում, գոռալ եմ ուզում, այդ ինչ եք անում, Աստծո որդուն եք տանջամա անում, անսուրբից թողած սուրբին մերկացնում, մեղավորից թողած անմեղին խաչում, այդ ինչ եք անում, փշե պսակը ինձ է պատկանում, կանգ առեք մարդիկ, բավ է չարչարեք, անմեղ գառնուկին այրոնակ հանեք ու խաչին գամեք, դեռ չեն դադարում, դեռ մի բան էլ ծաղր են անում, հանդերձների վրա վիճակ են գցում, ջրի փոխարեն քացախ խմեցնում, ներիր Տեր Աստված, որ կանգ չեն առնում, ու չեն հասկանում, թե ինչ են անում, ու քեզ դառնացնում, ամոթ եմ զգում, Տիրոջ առաջից փախչել եմ ուզում, խղճի խայթից լացել եմ ուզում, անճար վիճակից դուրս գալ եմ ուզում, բայց թե կատարվեց, զատիկը արվեց, գառը մորթվեց, այրունը թափվեց, գինը վճարվեց, անենցքը քանդվեց, մահը պարտվեց, կյանքը հայտնվեց, ապրել եմ ուզում, Քրիստոս հայրավ կյանքն եմ ուզում, ամեն զատիկին տոնել եմ ուզում, հաղթությունը հարուցյալ կյանքի, հաղթանակը Հիսուս Քրիստոսի, Քրիստոս հայրավ իմ եռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ մեջ մեծ զորություն
Սուր բայրամ բացում ես մեզ կյանքի ճամփան մոտեցնում ես մեզ գոլույսին ով օրհնյալ Քրիստոս անգին մաքրում ես մեզ մեր մեղքերից քաշում հանում ավանջարճից եւ օրհնում ես մեզ կրկին Քրիստոս շնորհիվ այրամ քո սուր բայրամ բացում ես մեզ կյանքի ճամփան մոտեցնում ես մեզ քո լույսին ով օրհնյալ Քրիստոս անգին մաքրում ես մեզ մեր մեղքերից քաշում անում ավանջարճից եւ օրհնում ես մեզ կրկին Քրիստոս եւ օրհնում ես մեզ կրկին Քրիստոս եւ օրհնում ես մեզ կրկին Քրիստոս Խաչվեց եւ մահից մեզ ազատեց Հոժար սրտով Հիսուսը խաչվեց եւ մահից մեզ ազատեց Թե մենակ ես ու տրտմած նայիր խաչին Թե մերժված ես անարգված նայիր խաչին Արյունոտ խաչից հոսում է ծերը Հիսուսի երբեք չանարգես Արյունը փրկչի երբեք չանարգես Արյունը փրկչի Որքան է դժվար լինի քո ուղին մի հանձնվիր հետևիր Հիսուսին թե հավատաս ու համբերես հավիտյան երկնքում կապրես թե հավատաս Հավիտյան երկնքում կապրես Թե մենակ ես ու տրտմած նայիր խաչին Թե մերժված ես անարգված նայիր խաչին Արյունոտ խաչից հոսում է սերը Հիսուսի երբեք չանարգես Արյունը փրկչի երբեք չանարգես Արյունը փրկչի
խաչին Թե մերժված ես անագված նայիր խաչին Արյունոտ խաչից ոսում է սերը Իսուսի երբեք չանարգես Արյունը պրկչի երբեք չանարգես Արյունը պրկչի երբեք չանարգես Արյունը պրկչի Մեկին տեսա խաչը ուզի ու նայեցի իր աչքերի սիրուց վարվող մեռնող սրտի և հասկացա որ նա խաչվեց և արյունը նա տապեց ինձ համար հիմա կանգնած գահի դարը չէ երկում եմ սուրբ և հասկացա որ նա խաչվեց և արյունը նա տապեց ինձ համար հիմա կանգնած գահի դարը չէ երկում եմ սուրբ Խաչին գաված նրան տեսա վերքը սրտի աչքեր դիված երկինք ուղված ներում խնդրող իր հայացքի և հասկացա որ նա խաչվեց և արյունը նա տապեց ինձ համար հիմա կանգնած գահի դարը չէ երկում եմ սուրբ և հասկացա
խաչվեց եւ արյունը նա դապեց մեզ համար հիմա կանգնա գահի դար չէ երկում եմ սուրբ Hallelujah. Խաղաղություն սիրելի եկեղեցի, այսօր մեծ ուրախության օր է, Հիսուս Քրիստոսի հրաշապար հարության տոնն է։ Քրիստոս հարություն արավ մեռելներից, մավանը հաղթեց և իր հարությամբ մեզ կյանք պարգևեց։ Նրա սերը հաղթեց խավարին, նրա շնորհը շրջապատում է մեզ և նրա խոստումները մեզ հավիտենական հույս են տալիս։ Նրան փառք Հավիտյանս Հավիտենից։ Հովհաննես 11:25-ում Հիսուսն ասում է. Ես եմ հարությունը, կյանքը, ինձ հավատացողը թեև մեռնի կապրի։ Եվ մեկ այլ գեղեցիկ հատված հիշեցնում է Հռոմեացիս 6:4-ում, մկրտությունով նրա հետ թաղվեցանք մահի մեջ, որ ինչպես Քրիստոսը հոր փառքով մեռելներից հարություն արավ, այնպես մենք էլ կյանքի նորոգության մեջ մանկանք։ Մենք հզոր խոստում ունենք, ինչ էլ պատահի, մենք նրան ենք պատկանում և նրա սերը երբեք չի անհետանում։ Այսօր մենք այստեղ ենք ոչ միայն նրա զոհաբերությունը հիշելու, այլև նրա հաղթանակով ցնծալու համար։ Ուրեմն եկեք այստեղ հրավիրենք մեր փոքրիկներին, որովհետև խոսքն էլ մեզ ասում է երեխաների բերանով պիտի փառաբանենք։ Սիրելիներս, բարձրացրեք ձեր ձայնը։ Պատմեք և երգեք, թող ձեր երգերը բարձրանան դեպի երկինք, ինչպես փառաբանության գեղեցիկ նվեր։ Երգեք ու գովաբանեք Տիրոջ ուրախությամբ, որովհետև Հիսուսը ողջ է։ Երգեք ու վկայեք հավատով, որովհետև նա սիրում է ձեզ։ Երգեք հույսով, որովհետև նա միշտ մեզ հետ է։ Ալելույա։ Քրիստոս հայրյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Զատիկը Հիսուս Քրիստոսի հարության տոնն է։ Զատիկ նշանակում է զատում, բաժանում, մեղքերից ազատում, վերադարձ առ Աստված։ Քրիստոսի խաչելությունից հետո երեկոյան բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, փակելով մեծ սալաքարով։ 3 օր հետո կիրակի առավոտյան Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սալոմեն գնում էին անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը և զարմանքով տեսնում, որ քարայրի մուտքի սալաքարը հեռացված է, իսկ գերեզմանը թափուր։ Այդ ժամանակ նրանց երևում են 2 հրեշտակ և ասում. Ինչ է կենդանին մեռելների մեջ որոնում, այստեղ չէ, այլ հարություն առավ։ Հիշեցեք, ինչպես նա ձեզ հետ խոսեց, երբ որ Գալիլեայում էր, որ ասում էր, թե պետք է մարդու որդին մեղավոր մարդկանց ձեռքը մատնվի և խաչվի և 3-րդ օրը հարություն առնի։ Եվ հրեշտակը պատասխանեց և այն կանանց ասեց. մի վախենաք, դուք գիտեք, որ խաչված Հիսուսին եք անում, այստեղ չէ, որտեղ հարություն արավ, եկեք տեսեք այնտեղ, ուր Տերը պառկած էր։ Թավեցավ, բայց 3-րդ օրը հարություն առավ, ինգքել է համեմատ։ Օրհնյալ է Աստված և Հայրը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ
ողորմությամբ մեզ վերստին ծնեց, կենթանի հույսի համար, մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ։ Romans 6:4. Therefore we are buried with him by baptism into death, was raised up from the dead of the glory of the Father. Even so we also should walk in newness of life. Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Մեր Տերն այնքան մեծ է, ուժեղ ու հզոր է, ամեն բան կարող է անել։ Մեր Տերն այնքան մեծ է, ուժեղ ու հզոր է, ամեն բան կարող է անել։ Մեր Տերն այնքան մեծ է, ուժեղ ու հզոր է, ամեն բան կարող է անել։ Մեր Տերն այնքան մեծ է, ուժեղ ու հզոր է, ամեն բան կարող է անել։ Աստված սկզբում արարեց ամեն բան, փորձեց պարզապես և աշխարհը եղավ։ Ջրեղեղով նա մաքրեց ամեն բան, ծովը բացեց իր ժողովուրդն անցավ։ Նրանով Դավիթը Գողլիաթին հաղթեց, Հեսուն նրանով պարիսպները քանդեց։ Նա արժանի է միայն փառքերի, և եթե հարցնեք ինչպիսին է նա։ Մեր Տերն այնքան մեծ է, ուժեղ ու հզոր է, ամեն բան կարող է անել։ Մեր Տերն այնքան մեծ է, ուժեղ ու հզոր է, ամեն բան կարող է անել։ Մենք մեղավոր ենք, բայց նա մեզ սիրեց, որդուն ուղարկեց ու աշխարհը փրկեց։ Հիվանդին բժշկեց, կույրերին աչք տվեց, սիրով պարուրեց և աշխարհն ազատեց։ Մեռավ, խաչի վրա իշխանություն առավ, իր արյունով հաղթանակ նա տարավ։ Նա արժանի է միայն փառքերի, և եթե հարցնեք ինչպիսին է նա։ Մեր Տերն այնքան մեծ է, ուժեղ ու հզոր է, ամեն բան կարող է անել։ Մեր Տերն այնքան մեծ է, ուժեղ ու հզոր է, ամեն բան կարող է անել։ Օգնողներով արդար Աստված, ուզում եմ ես նմանվել նրան։ Օգնողներով արդար Աստված, ուզում եմ ես նմանվել նրան։ Մեր Տերն այնքան մեծ է, ուժեղ ու հզոր է, ամեն բան կարող է անել։ Մեր Տերն այնքան մեծ է, ուժեղ ու հզոր է, ամեն բան կարող է անել։ Մեր Տերն այնքան մեծ է, ուժեղ ու հզոր է, ամեն բան կարող է անել։ Աստված այնքան մեծ է, ուժեղ ու հզոր է, ամեն բան կարող է անել։ Այս է իմ հոր կամքը, ով որ թուն տեսնի ու հավատա նրան, հավիտենական կյանք ունենա, ու ես վերջին օրը հարություն կտամ նրան։ Որ քեզ միշտ հագեցնում է բարիքներով և քո մանկությունը նորոգվում է արծի պես։ Հիսուսը նրան ասաց. Ես եմ հայությունը և շանքը, ով հավատում է ինձ, թեկուզ և մեռնի կապրի, և ամեն որ ով կենդանի է
ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Սրան հավատում ես։ Acts 2:24. God raised him from the dead, freeing him from the agony of death. Because it was impossible for death to keep its hold on him, David said about him, I saw the Lord always before me. Because he is at my right hand, I will not be shaken. Therefore my heart is glad and my tongue rejoices. My body will also rest in hope. You will not abandon me to the realm of the dead. You will not let your Holy One see decay. Because you made known to me of the paths of life, you will fill me with joy in your presence. Նրան Աստված հարություն տվեց, մահվան կապանքները քանդելով, քանի որ անհնար էր, որ մահն իշխեր նրան։ Իրապես Դավիթը Հիսուսի մասին է ասում. Տիրոջն ամեն ժամ տեսնում է իմ առաջ, որ իմ աջ կողմում է, որպիսի չսասանվեմ։ Դրա համար ի սրտե ուրախացավ, լեզուս ցնծած, մարմինս էլ հույսով պիտի ապրի, որովհետև իմ մարմինը գերեզմանում չես թողնի, և թույլ չես տա, որ քո սուրբը ապականություն տեսնի։ Ինձ ցույց տվեցիր կյանքի ճանապարհները, և ինձ քո ներկայության ուրախությամբ պիտի լցնես։ May the glory of the Lord endure forever. May the glory of the Lord endure forever. May the Lord rejoice in his works. He looks at the earth and it trembles. Who touches the mountains and they smoke. I'll sing to the Lord all my life. I'll sing praise to my God as long as I live. May my meditation be pleasing to him as I rejoice in the Lord. Տիրոջ փառքը հավիտյան լինի, Տերն ուրախ լինի իր գործերով։ Նա նայում է երկրի վրա եւ սա դողում է, նա դիպչում է սարերին եւ նրանք ծխում են։ Ես կորտնեմ Տիրոջն իմ կյանքում, սաղմոս կասեմ իմ Աստծուն, քանի որ կամ, քաղցր պիտի լինի իմ մտածությունը նրա վրա, ես ուրախ կլինեմ Տերով։ Օնի Տիրոջը ամի անձը, եւ բոլոր իմ նեսը, նրացու պանունը։ Օնի Տիրոջը, ով իմ անձը, եւ իմ մորանար, նրա բոլոր բարիքները։ Ներում է պարալի մահքերը պսկում է ամեն թավրը որ փրկում է քո կյանքը ապականությունից որ պսակում է քեզ շնորհով եւ գթությամբ Աստված որ մեր Տիրոջը հարություն տվեց իր զորության ձեզ էլ հարություն կտա Բարեկուտ եւ ողոմած էտերը, ետնամիտ եւ բազմագուտ։ Նա չի անում մեզ մեր մեղքերի համեմատ եւ չի ածուցանում մեզ մեր անօրենությունների համեմատ։ Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զորավոր է նրա գութը իրենից վախեցողների նկատմամբ։
Բայց Տիրոջ ողորմությունը հավիտենից միջև հավիտենս իրենից վախեցողների վրա է եւ նորա արդարությունը որդկանց որդիների վրա։ Նրա ուխտը պահողների վրա եւ նրանց վրա, որ հիշում են նրանց պատվիրանքները, նրանց կատարելու համար։ Տերը երկնքում հաստատեց իր աթոռը եւ նրա թագավորությունը տիրում է բոլորին։ Օրնացեր Տիրոջը, ով նրա բոլոր արարածներ, նրա տերության բոլոր տեղերում։ Օրնի Տիրոջը, ով իմ անձը։ Քրիստոս հասարյա իմերոց, օրնյալ է հարությունը Քրիստոսի։ Alive!
միասին ասենք Քրիստոս հայրավ իմ եռելոց ավելի բարձր ասենք ամեն Քրիստոս հայրավ իմ եռելոց Օրհնյալ է հայրությունը Քրիստոսի Հալելույա հալելույա Գերեզմանը դատարկա քույր եղբայրներ ամեն Մենք մեր անգլերեն ծառայությանը Pastor Greg-ը մի քանի հետաքրքիր բան ասեց որ գերեզմանը դատարկա խաչը դատարկա ամեն հալելույա Մեր Տերը թող փառավորվի եւ Տեր այսօր թակավորում է մեր սրտերի մեջ հավիտյանս հավիտենից Երեխաների համար շատ լավ նվեր ունենք վերջում պետքա նվիրենք ու իրենց համար դեռ պետքա աղոթենք սիրելի եկեղեցի Ինչ հրաշք է, չէ՞, մեր եկեղեցին աճում է, բալիկները, փոքրիկները, մյուս տարի հավատացեք ավելի մեծ պաշտամունք ենք այստեղ ունենալու, ավելի շատ երեխաներ։ Հալելույա, բուրը ծափերը Հիսուսին։ Թող մեր Տերը փառավորվի հավիտյանս հավիտենից, հալելույա։ Փառքեր Հիսուսին։ Քույրս եղբայրս, այսօր ես կուզեմ ուղակի շատ երկար չեմ խոսալու։ Երեխաները արդեն քարոզեցին։ Երգերով երգեցինք, դավանեցինք մեր Քրիստոսի դատար գերեզմանի մասին։ Այսօր ուղղակի կուզեմ խոսամ առաջին եւ երկրորդ պարտեզների մասին, ամեն, հալելույա։ Առաջի եւ երկրորդ պարտեզները։ Կարանք ասենք այդ պատերազմի պարտեզները, հալելույա, Տերը ինչ գործ արեց այդ պարտեզների մեջ, հալելույա, թող Տիրոջ անունը փառավորվի։ Գործ կառաքելոց 1:3-ի մեջ Հիսուս հետեւյալ խոսքերն է ասում. Երբ որ մեռելներից հարություն էր առել 40 օր Տերը երկրի վրա շրջեց Եվ ասում է որոնց իսկ իր աշակերտներից հետո բազում ապացույցներով կենթանի ներկայացնելով 40 օրերի ընթացքում հայտնվեց նրանց ու Աստծո արքայության մասին խոսած Առաջի Կորինթացիս 15-ի մեջ ասում է 500-ից ավելի Քույր եղբայրների հայտնվեց մեր Տերը Պողոս Առաքյալն է դավանում դրա մասին սիրելի եկեղեցի ամեն Եվ այստեղ ասում է բազում ապացույցներով Ես այսօր կարամ ասեմ որ ամենամեծ ապացույցը իմ եւ քո կյանքի մեջ մեր փոխված կյանքն է քույր եղբայրներ Համաձայն եք Մարդիկ Քրիստոսի դատար գերեզմանը տեսնում են իմ եւ քո փոխված կյանքով Քույր եղբայրներ հավատացեք Գիտեք, ստեղ օրինակ մեր հարուտ եղբայրը, որ երգում է, փառավորում է, փոխված կյանք է, նա վկայում է Հիսուսի մասին։ Իմ աշոտ եղբայրս, որ հիմա երգեց ռաբի երգը, դա փոխված կյանքի վկայությունն է, քույր եղբայրներս, հավատում եք։ Քրիստոնյայի կյանքը դավանանքն է Քրիստոսի դատար գերեզմանի եւ քո փոխված կյանքի։ Հալելույա, Տերը թող փառավորվի։ Ասում է բազում ապացույցներով Տերը ապացույցեց, որ նա մեռելներից հարություն է առել։ Երկու աշակերտներ նրանք Էմաուս գնացող ճանապարհին։ Հույսները կորցրած էին։ Այդ 500-ից ուղակի երկուսին Տերը երևաց յուրատուկ ձևով Էմաուս գնացող ճանապարհին այդ 40 օրերի ընթացքում եւ ասում է եւ սկսեց Մովսեսից ու բոլոր մարգարեներից նրանց բացատրում էր այն ամենը, ինչ Սուրբ գրքում իր մասին գրված էր։ Հալելույա, դեռ նոր կտակարանը չկար, բայց հին ուխտը Սուրբ գիրքը կար, ամեն, ու նրանց բացում էր Հիսուսը իր մասին, քույր եղբայրներս, և միմյանց ասեցին, չէ որ մեր սրտերը մեր մեջ վառվում էին, երբ ճանապարհին մեզ հետ խոսում էր և Սուրբ գիրքներ ասում է բացատրում, հալելույա, Հիսուս այս երկու աշակերտներին երբ որ խոսում էր, Խոսքը նրանք լսում էին և նրանց սրտերը գնալով ավելի էր բորբոքվում, մինչև որ եկան միտեղ նստեցին, երբ որ հացը կտրեց, նրանց տվեց, նրանց աչքերը բացվեց, ու նրանք տեսան մեռելներից հարություն առած Քրիստոսին, ամեն եկեղեցի։ Տեսեք 40 օրերի ընթացքում այսպիսի մի բան էր լինում։ Մեկ աշակերտները տեսնում էին, մեկ չէին տեսնում, մեկ այսպես, բայց Տերը ասեց, երբ որ ես գնամ, 10 օր հետո Սուրբ Հոգին պետքա ուղարկեմ, հալելույա, Եվ մխիթարիչը Սուրբ Հոգին ձեր հետ ալինելու հավիտյանս, նա ձեզ օգնելու է, նա ձեզ սովորեցնելու է, նա ձեզ մխիթարելու է, ձեր ամեն կյանքի ամեն մի մասնիկը գիտի նա, հալելույա, թող Տերը փառավորվի։ Առաջին պարտեզում ինչ կատարվեց քույր եղբայրներս, Եդեմի պարտեզը, որ ասում ենք,
Եվ երկրորդ պարտեզը այսօր կխոսամ, որ Տերը ամեն բան կատարեց այդ երկրորդ պարտեզում, ասենք ամեն, հալելույա։ Ծննդոց 2:8 ասում է, եւ Տեր Աստված մի պարտեզ տնկեց Եդեմում, արևելյան կողմում, եւ իր արարած մարդուն դրեց այդ պարտեզի մեջ։ Հիշում եք պարտեզի մասին, Ադամին, Եվային։ Եվ հետաքրքիր է, որ այս պարտեզում մենք տեսնում ենք, քույր եղբայրներ, ես մի քանի խոսք եմ հռչակելու այս առաջի պարտեզի մասին եւ երկրորդ պարտեզի մասին, ոնց Քրիստոսը երկրորդ պարտեզի մեջ հրաշք արեց իմ եւ քո համար, հալելույա։ Եվ հիշում եք, երբ որ Քրիստոսին խաչեցին, որտեղ դրեցին նրան, հրյաները։ Հովանու ավետարանը այսպես ասում 19:41 համարի մեջ, խաչելության վայրում մի պարտեզ կար։ Հալելույա, սա երկրորդ պարտեզն է։ Առաջի պարտեզը Եդեմի պարտեզն էր, երկրորդ պարտեզը խաչելության վայրում մի պարտեզ կար, պարտեզում մի նոր գերեզման։ Ասա մի պարտեզ կար եւ այդ պարտեզում մի նոր գերեզման, հալելույա, որտեղ երբեք ոչ ոք չէր դրվել։ Քանի որ հրյաների տոնի նախորյան էր եւ գերեզմանն էլ մոտ էր Հիսուսին այնտեղ դրեցին այդ պարտեզի մեջ։ Եվ հիմա այսպես առաջի պարտեզում ինչ եղավ Եդեմի պարտեզում, հիշում եք, առաջի պարտեզում առաջի անգամ մեղք աշխարհ մտավ, քույր եղբայրներս։ Երբ որ խոսում ենք Եդեմի պարտեզի մասին, ինչ պատկերացում ունեք։ Հիշում եք, Աստված ասել էր, որ այդ ծառը, երբ որ ծառի պտղից ուտեք, կմահանաք, քույր եղբայրներս։ Առաջի պարտեզում մեղքը եկավ աշխարհ, երկրորդ պարտեզում մեղքը ներվեց մարդկանց։ Թող եկեղեցին ասի ամեն։ Սա շատ կարևոր հռչակում է։ Առաջի պարտեզում, Եդեմի պարտեզում մարդը մեղանչեց։ Մարդը չուներ ոչ մի հնարք, բայց երկրորդ պարտեզում Քրիստոսի մարմինը դրեցին եւ այդ դատարկ գերեզման այսօր վկայում է իմ եւ քո մեղքերի ներման մասին։ Հալելույա, փառք Հիսուսին։ Կորինթացիների 15:22 առաջի Կորինթացիս ասում է, ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այն առաջի պարտեզում, այնպես էլ Քրիստոսով երկրորդ Ադամով բոլորը կկենդանանան, յուրաքանչյուրն իր հերթին, նախ Քրիստոսը առաջին պտուղը, հետո Քրիստոսին պատկանողները նրա գալստյան ժամանակ։ Հալելույա։ Հավատում եք, սիրելի քույր եղբայրներ, առաջի պարտեզում մահը մտավ աշխարհ, երկրորդ պարտեզում երկրորդ Ադամը մահը իր վրա վերցրեց, մեղքը իր վրա վերցրեց, հալելույա։ Առաջի պարտեզում մահը մտավ աշխարհ, մեղքը մտավ աշխարհ եւ մահը մտավ աշխարհ, սիրելի քույր եղբայրներ։ Աստված ասել էր այն օրը, երբ որ այդ պտուղից ուտեք կմահանաք։ Իհարկե մենք տեսնում ենք Ադամն ու Եվան ճաշակում են այդ պտուղը, բայց նրանք ֆիզիկապես չեն մահանում, չէ՞։ Բայց տեսնում ենք, որ նրանք հոգեպես են մահանում։ Նրանց մեջ գալիս է սարսափ, մերժվածություն, վախ, նրանք թաքնվում են ծառերի մեջ, Աստծո ներկայությունից։ Սա առաջի պարտեզի մասին է խոսում, սիրելի քույր եղբայրներ, ամեն երգերը, ամեն բաները, որ հիմա լսեցիք այսօր, ամեն խոսքը, ոտանավորները խոսում է առաջի եւ երկրորդ պարտեզների մասին, սիրելի քույր եղբայրներ, հալելույա։ Առաջի պարտեզում մահը մտավ աշխարհ, երկրորդ պարտեզում մահը հաղթության մեջ ընկղմվեց։ Սա, եթե ես ձեր տեղը լեմ, կասեմ ամեն։ Երկրորդ պարտեզում մահը հաղթության մեջ ընկղմվեց։ Աստված քեզ տվեց վերստին ծնունդ, հնարավորություն, հարաբերություն ունենաս քո կենթանի Աստծո հետ եւս մեկ անգամ, հալելույա։ Մահը հաղթության մեջ ընկղմվեց։ Եսայի մարգարեն ասում, Պողոս առաքյալը վկայում է դա առաջի Կորինթացիս 1:15-ի մեջ եւ ասում է, ով մահ ուր է քո խայթոցը, գերեզման ուր է քո հաղթությունը։ Հալելույա։ Ինչ ես զգում հոգուտ մեջ, երբ որ լսում ես այս երկրորդ պարտեզի հռչակումը, քույրս եւ եղբայրս։ Ես զգում եմ մահը պարտված է, մեղքը ներված է։ Հալելույա, փառքեր Հիսուսին։ Առաջի պարտեզում Աստծո կողմից Ադամին ուղված նախնական անմիջական պատիժը անիծված հողն էր, փշերով, իսկ հետո մահվան խորհրդով։ Վերջապես նրանք ֆիզիկապես մահացան։
Նրանք պետքա ֆիզիկապես չմահանային, նրանք պետքա հավիտյան ապրեին։ Աստված մարդուն չի ստեղծել, որ մարդը մահանա, քույր եղբայրներ։ Աստված մարդուն ստեղծել է, որ նա ապրի հավիտյան։ Զգում եք ձեր մեջ, որ միշտ, չգիտեմ, ամեն մեկս տարբեր տարիքի 80, 70, այսպես ասած, չէ։ Ու հիմա նայում ենք, դեռ մեր օքին կարծես մի 30 տարեկան լինի։ Չենք արում հաշտվենք այն բանի մեջ, որ մեր տարիքը արդեն եկել է մի տեղ հասել, որ կա ֆիզիկական մահ։ Առաջի պարտեզում Ադամը հոգեպես մահացավ։ Եվ հետո դրան հաջորդեց ֆիզիկական մահը, սիրելի քույր եղբայրներ, առաջի պարտեզում։ Մենք նայում ենք, տեսնում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը նաև Աստված Ադամին ասաց, հիշում եք, անիծված լինի հողը մեղքի պատճառով, երկիրը հողի պատճառով։ Եվ երկրորդ պարտեզում Հիսուսն իր վրա վերցրեց ինչը։ Մեղքի անեծքը փշե պսակը, հալելույա։ Այն հողը, որ անիծված էր, այդ փշե պսակը, այդ հողից ծնված փշե պսակը ծառից կտրեցին եւ մեր Տիրոջ գլխի վրա դրեցին, քույր եղբայրներս։ Եվ այդ փշե պսակը այսօր խորհրդանշում է, որ Տերը մեղքն ու անեծքի իր վրա վերցրեց։ Մեղքն ու անեծքի իր վրա վերցրեց ամբողջ աշխարհի։ Գաղատացիների 3:13-ի մեջ ասում է. Քրիստոսը մեզ օրենքի անեծքից փրկագնեց, մեզ համար անեծք դառնալով, քանզի գրված է անիծյալ լինի յուրաքանչյուր ոք, որ կախվում է փայտից։ Խաչափայտից։ Շատ տեղեր նշում է մի քանի տեղ ծառից։ Եդեմի պարտեզի այն ծառից, որ կերան անեծքը մտավ աշխարհ, քույրս եղբայրս, այդ ծառի անեծքը մեր Տեր Հիսուս Քրիստոսը վերցրեց իր վրա եւ նա խաչափայտի վրա մահացավ։ Եվ մեր անեծքները, մեր մեղքերը, մեր ժառանգական այդ մեղքերը, ամեն բան իր վրա խաչափայտի վրա գամեց խաչին, ամեն, հալելույա։ Չորրորդը, առաջին պարտեզում տեղի ունեցավ բաժանում Աստծո եւ մարդու միջև։ Սա շատ դժվար բան էր, որ այս բաժանումը պետքա լիներ, բայց երկրորդ պարտեզում հաշտություն եղավ Աստծո եւ մարդու միջև։ Հիշում եք Աստված առաջի պարտեզում ինչ արեց։ Ադամին եւ այն պարտեզից դուրս հանեց եւ հրեշտակները, քերովբեները դրեց, որպեսզի նրանք ետ չվերադառնան եւ մտնեն այդ պարտեզը, սիրելի քույրս եղբայրս։ Երկրորդ պարտեզում մենք մի այլ բան ենք տեսնում։ Մարդիկ վազելով պարտեզն են մտնում, հրեշտակները վկայում են, քարը գլորված է, Քրիստոսը հայրավի մեռելոց, ինչու է կենթանին մեռելների մեջ փնտրում, թող եկեղեցին ասի ամեն։ Հալելույա, փառքեր Հիսուսին, հալելույա։ Երկրորդ Կորինթացիս 5:18-19 ասում է, ամեն ինչ Աստծուց է։ Կյանքում շատ անհասկանալի բաներ կա, քույր եղբայրներ։ Ամեն ինչ Աստծուց է, որը մեզ համար Հիսուս Քրիստոսի միջոցով իր հետ հաշտեցրեց մեզ, հաշտության ծառայություն տվեց։ Հալելույա, տեսեք, մենք առանձնացված էինք Հիսուսից, հիմա հաշտության մեջ ենք, որովհետև Աստված էր, որ Քրիստոսով աշխարհն իր հետ հաշտեցրեց եւ նրանց հանցանքներն իրենց ներեց եւ հաշտության խոսքը նրանց մեջ դրեց։ Ունես հաշտության խոսքը քո մեջ, քույրս եղբայրս, հաշտես Հիսուսի հետ, ով է Տերը քո համար, քո անձնական Տեր եւ Փրկիչն է։ Եթե իրոք Տերը քո անձնական Տեր եւ քո Փրկիչն այսօր դավանել ես իրեն Տեր եւ Փրկիչ քո կյանքի մեջ, ուրեմն այս երկրորդ պարտեզի փորձառությունը պետք է լինի իրական քո կյանքի մեջ։ Հալելույա, շատ իրական պետք է լինի քո կյանքի մեջ։ Առաջին պարտեզում հրեշտակները արգելում էին որևէ մեկին վերադառնալ պարտեզ։ Սա իրական էր անգամ, երբ որ տաճարը տեսնեք սրբության սրբոցը, տարին մեկ անգամ մեկ քահանա իրավունք ուներ մտներ սրբության սրբոցը եւ այնտեղ կար դրված այդ քերովբեների ներկայությունը, որ հրեշտակները որ խորհրդանշում էին, որ մարդ ուղակի չի կարա մտնի Աստծո ներկայության մեջ, բացի այդ բարձրյալ ընտրված քահանայից տարին մեկ անգամ։ Բայց մեր Տերը սիրելի քույր եղբայրներ,
Երկրորդ պարտեզում, երբ որ մահացավ մեռելներից հարություն առավ, մենք անցյալ կիրակի խոսացինք, որ վարագույրը պատրվեց վերևից ներքև։ Սրբության սրբոցը բաց է։ Աստծո ներկայության վայրը, ներկայությունը քո մեջ է, ամեն, հալելույա։ Հովհաննեսը ասում է իր 20-րդ գլխի մեջ 11-12 համարների մեջ քույր եղբայրներս Մարիամի մասին երկրորդ պարտեզում։ Երկրորդ պարտեզում հրեշտակները հրավեր ուղարկեցին, որպեսզի բոլորը կարողանան ներս մտնել տեսնելու դատարկ գերեզմանը։ Հալելույա, հալելույա։ Բայց Մարիամը դրսում գերեզմանի մոտ կանգնած լալիս էր։ Մինչ լաց էր լինում, ներս կռացավ դեպի գերեզմանը եւ տեսավ երկու հրեշտակներ, որ արգելում էին Ադամին եւ Եվային ներս մտնել առաջի պարտեզը։ Այստեղ երկրորդ պարտեզում այս երկու հրեշտակները, ասում են, նա տեսավ այս երկու հրեշտակներին, սպիտակ զգեստներով նստած այնտեղ, որտեղ Հիսուսի մարմինն էր դրված, մեկը գլխի կողմում, մյուսը ոտքերի, եւ նրանք ասեցին նրան, ով կին, ինչ ես լալիս։ Նրանց ասեց, որտեղ է իմ Տերը, որովհետև Տիրոջը վերցրել են ու չգիտեմ, թե որտեղ են դրել նրան։ Հալելույա։ Եվ խոսքը շարունակում է եւ ասում է, երբ այս ասեց, հետ շրջվեց ու տեսավ Հիսուսին կանգնած, սակայն չհասկացավ, որ Հիսուսն է։ Հիսուսը նրան ասաց Մայրամ։ Նա շրջվեց ու եբրայերեն ասաց Ռաբունի, որ վարդապետ է նշանակում։ Հալելույա։ Սիրելի քույրս եղբայրս, ես կուզեմ, որ առաջի պարտեզի այն դժվար փորձառությունը, որ մենք ունենք, ամեն մի մարդ, ամեն մի անհատ, որ ծնվում այս աշխարհում, նա ապրում է առաջի պարտեզի կյանքը։ Նա ապրում է մեղքի կյանքը, մեղավոր կյանք։ Նա զգում է մեղքի դատապարտությունը իր մեջ։ Նա զգում է մերժվածություն, դատարկություն։ Ես կարամ իմ կյանքի վկայությունները տամ բազմիցս անգամներ իմ նախկին կյանքում, նախկին իմ պարտեզի մեջ, ինչ դաժան օրեր եմ ունեցել։ Ասում եմ, Տեր, ով կարա ինձ ազատագրի այս մեղքի մարմնից։ Բայց երկրորդ պարտեզի քարը գլորվեց։ Փրկիչս հարություն առավ մեռելներից։ Ես հիշում եմ այս իրական պատմությունը, որ մի քանի անգամ ես պատմել եմ, որ դեղի ազդեցությունից չէի կարում ազատագրվել։ Բռերով դեղ էի խմում։ Սկսել էի 3-ից 5, 25, 30 օրական, տարբեր գույնի, տարբեր չափսի, ու մի անգամ Սուրբ Հոգին ասեց լսի Արմեն, եթե հիմա այս պահը, եթե դու չթողես սա, դու մահանալու ես այս դեղի օվերդոզից, դու կմահանաս, ու քո երեխան կմեծանա կասի հայրս մահացավ նարկոման, հայրս մահացավ ուղղակի ինչ որ մի բան առաջի պարտեզի փորձառությունը, բայց քարը գլորվեց, որովհետև այդ ժամանակ որոշում կայացրեցի, սիրելի քույրս եղբայրս, երկրորդ պարտեզի ամեն մի անհատ, որ Քրիստոսին ընդունում է Տեր եւ անձնական փրկիչ, երկրորդ պարտեզի փորձառությունը իրականն է, վկայությունն էլ կենթանի է, փոխված կյանքը իրական է, փառքեր Հիսուսին, եւ այդ պահը ես դրեցի ամեն բան մի կողմ, դեղը ամեն բան, ասեցի մեռնելով է լինի Տեր, դուրս եմ գալու այս առաջի պարտեզի, այս ցավից, եւ Տեր այդ ժամանակ օգնեց, կտոր, հատիկ, օրի հավատալով դեղը թողեցի, ամեն մի անգամ դեղը կրճատելով, կտրելով, վրայցս հանելով, հույս էր գալի մի փոքր, ավելի հույս, որ կարամ, նորից կարամ, քո կյանքի մեջ կարա դա լինի ինչ որ մի խնդիր, ամեն մեկի կյանքի մեջ ինչ որ մի խնդիր կա, ինչ որ մի քար կա, որ այդ քարը պետք է գլորվի, Ղազարոս դուրս արի, Ղազարոս կենթանացի,
Ղազարոս այսօր քո քայլելու ժամանակն է, կապերը արձակիր։ Տերը կենթանի է։ Հալելույա։ Եվ ես ուզում եմ, որ այս եկեղեցին ապրի երկրորդ պարտեզի փորձառությամբ, սիրելի քույր եղբայրներս։ Բայց երբեք չմոռանանք, ինչ կատարվեց այն առաջի պարտեզի մեջ։ Առաջի պարտեզի մեջ էր, որ Աստված զոհը արեց եւ զոհի այրուն այդ անմեղ զոհի այրունը, կենթանու այրունը թափվեց այդ հողի մեջ Եդեմի պարտեզում։ Երկրորդ պարտեզում էր, որ մեր Տիրոջ մարմինը դրեցին եւ նրա արդար մարմինը մեռելներից հարություն առավ։ Հալելույա։ Եկեք կանգնենք ոտքի։ Քույրս եւ եղբայրս։ Ինչքան ցանկալի կլինի, որ ընտանիքով նվիրվենք Տիրոջը։ Մեր կիրակիները նվիրենք Տիրոջը, ամեն։ Այսօր մեզանից այնքան բան է կախված, սիրելի քույր եղբայրներ։ Հավատացեք, մեր երեխաները, որ այստեղ ապրում են, նրանք տեսնում են մեր փոխված կյանքը, հույսով լինեմ։ Փոխված կյանք, երկրորդ պարտեզի։ Հավիտենական Աստված։ Ես շնորհակալ եմ այնինչ, որ դու արեցիր երկրորդ պարտեզում։ Ես շնորհակալ եմ, Տեր, որ այն դատար գերեզմանը, որ ինչ որ մի հարուստ մարդու էր պատկանում, այդ դատար գերեզմանը, Տեր, քեզ տվեցին։ Տեր, այսօր ես շնորհակալ եմ, որ իմ առաջի պարտեզի փորձառությունը, դառնությունն ու անհաջողությունները, Տեր, ամեն բան, Տեր, վերափոխվեց կյանքի։ Ես այսօր հռչակում եմ սիրելի Հիսուսիմ քույր եղբայրների համար, որ դու դառնաս անձնական կենթանի Տեր եւ փրկիչ իրենց կյանքի մեջ։ Քույրս եղբայրս, ես կուզեմ այս զատիկի կիրակին այս պարզ հռչակումը անենք։ Եթե կյանքիդ մեջ Քրիստոսին չես ընդունել Տեր եւ անձնական փրկիչ, ուղղակի կրկնիր այս խոսքերը։ Ես կուզեմ բոլորս կրկնենք. Սիրելի Հիսուս, ես քեզ ընդունում եմ իմ կյանք։ Ես քեզ ընդունում եմ Տեր եւ անձնական փրկիչ։ Դավանում եմ քեզ Տեր եւ անձնական փրկիչ։ Ներիր իմ մեղքերը, Տեր։ Շնորհակալ եմ քո այրյան համար, քո զոհի համար։ Շնորհակալ եմ, որ իմ առաջի պարտեզում դու իմ զոհը դարձար։ Եվ երկրորդ պարտեզում, սիրելի Հիսուս, քարը գլորեցիր ու վկայեցիր այդ զոհի կատարումը։ Ամեն։ Հալելույա, փառքեր Հիսուսին։ Փառքեր Հիսուսին։ Շնորհակալ եմ, Տեր Հիսուս։ Եվ թող եկեղեցին ասի ամեն, սիրելներ, հալելույա։ Ինչ հրաշալի օր է, քույր եղբայրներ, Տիրոջ ներկայության մեջ լինել, ամեն։ Փառքեր Հիսուսին, ուրախ եք։ Եկեք ասելու եմ Քրիստոս հայրավի մեռելոց, բայց այս անգամ թող երկրորդ պարտեզից այդ ձայնը դուրս գա։ Քրիստոս հայրավ իմերելոց։ Հալելույա, փառքեր Հիսուսին, Տերը թող փառավորվի։ Խաչատուր եղբայրս, Հիսուս ունեմ երգը կուզեմ երգենք։ Դե պետք է բարձրանաս։ Եվ մեր երեխաները թող գան առաջ, բոլոր երեխաները թող գան առաջ, հալելույա։ Երեխաների համար հիմա պետք է աղոթենք, սիրելներ։ Երեխաների համար աղոթելու ենք։ Եվ աղոթքից հետո հռչակելու ենք Հիսուս ունեմ, հալելույա, փառքեր Հիսուսին, փառքեր Հիսուսին, ամեն, թող կանգնեն հա, ներքևը, հալելույա, փառքեր Հիսուսին։ Սիրելի ծնողներ, հավատքի ձեռքերը մեր բարձրացնենք, սիրելի քույր եղբայրներս, ամեն, մեր հավատքի ձեռքերը բարձրացնենք, քաղցր երեխաներ,
Ձեր ծնողներին ամեն Կիրակի կբերեք եկեղեցի, ամեն։ Ձեր մամային, պապային կելն եք առավոտը, կասեք գնում ենք եկեղեցի, անպայման, հալելույա, փառքեր Հիսուսին։ Հալելույա, հավիտենական Աստված, մեր հավատքի ձեռքերը բարձրացնենք։ Շնորհակալ ենք Հայր քո կենդանի առաջնորդության համար։ Շնորհակալ ենք այս բալիկների համար, սիրելի Հիսուս։ Հայր օրտնես եւ օծես իրենց կյանքը, Տեր։ Ես շնորհակալ եմ, որ իրենց կյանքի մեջ, Տեր Աստված, դու մեծ գործ ես անում։ Եվ նրանք ապրում են երկրորդ պարտեզի փորձառությամբ։ Սիրելի Հիսուս, օրտնես այս երեխաներին, իրենց ծնողներին, իրենց կյանքը, Տեր։ Ես խնդրում եմ ամեն մեկի կյանքի մեջ դու հրաշք անես, Տեր Հիսուս Քրիստոս։ Օրտնես իրենց միտքը, իրենց կյանքը, պահես, պահպանես, քո զատիկի սուրբ արյան տակ պահես եւ թո եկեղեցին ասի ամեն։ Ամեն ու ամեն, փառքեր Հիսուսին։ Հիմա կխնդրենք երեխաներին բաժանեք, հա, այս փոքրիկ նվերները, Տերը օրհնի։ Մեր խաչատուր եղբայրս էլ թող մեզ ուրախացնի այս երգով, միասին երգենք։ Հալելույա։ Եկ ծապով որժնենք տիրոջ, ամեն։ Մերք ենք եկել, մերք կգնանք աշխարից, չունենք ոչինչ, բացի մի թանկ պարգևից, Հիսուս Տերը, տվեց անգին փրկագին սուրբ արյունը, որ գուլ չեր թանկ դժոխքին սուրբ արյունը, որ գուլ չեր թանկ դժոխքին, Հիսուս ունեմ, Հիսուս ունեմ, Հիսուս ունեմ երկնքում, Հիսուս ունեմ, Հիսուս ունեմ, Հիսուս ունեմ իմ սրտում, բարձենալու ոչինչ չունենք աշխարհում, ոչ գանձ ունենք, ոչ գոհարներ անհատում, բարձանքը մեր, Հիսուսն է ասորտի, որ մեզ տվեց, ուղեգիրը երկնային, որ մեզ տվեց, ուղեգիրը երկնային, Հիսուս ունեմ, Հիսուս ունեմ, Հիսուս ունեմ երկնքում, Հիսուս ունեմ, Հիսուս ունեմ, Հիսուս ունեմ իմ սրտում։ Փառքեր Հիսուսին, սրտանց, բուրը ծափերով, մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հալելույա, փառքեր Հիսուսին։ Ամեն եկեղեցի, ամեն։ Դժվար էի այս շամփեքում մոլորված, բանդուկներ ենք այս աշխարհում հղկացած, թող մեզ տանի ճանապարհը Հիսուսին, թող միշտ գործի, Աստծո պարգևը Սուրբ Հոգին, թող միշտ գործի, Աստծո պարգևը Սուրբ Հոգին։ Բարձր! Հիսուս ունեմ, Հիսուս ունեմ, Հիսուս ունեմ երկնքում, Հիսուս ունեմ, Հիսուս ունեմ, Հիսուս ունեմ իմ սրտում։ Մենք ծնված ենք, նոր են ծնված Հիսուսով, փրկվեցինք նրա տված շնորհքով, մենք կյանք ունենք, մենք գործ ունենք երկնքում Հիսուս ունենք, ուրիշ չունենք աշխարհում Հիսուս ունենք, ուրիշ չունենք աշխարհում, Հիսուս ունեմ, Հիսուս ունեմ, Հիսուս ունեմ երկնքում, Հիսուս ունեմ, Հիսուս ունեմ, Հիսուս ունեմ իմ սրտում։ Հիմա կուզեմ մենակ դուք ասեք, սիրելներ, Հիսուս ունեմ։ Ուրիշ է էֆեկտը, երբ որ մենակ ձեր ձայնը լսվում։ Գնացինք, Հիսուս։ Ավելի
բարձր եկեք սրտանց դավանենք Հիսուս ունեմ, ավելի, Հիսուս։ Հիսուս ունեմ, Հիսուս ունեմ, Հիսուս ունեմ, իմ սրտ